Բարև Շանթի եթերը շարունակում է տեսանկյուն հաղորդաշարը։ Տեսանկյան հյուրն է ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։ Բարի երեկո Նազիկ։ Բարև ձեզ։ Հայաստանի սպորտի զարգացման ուղղված թերևս եզակի համարվող նախագծից խոսենք, որն ի վերջո քաղաքային միջավայրից դուրս է եւ կարեւոր է ուժեղ ներուժի բացահայտման համար։ Գաղափարի մեկնարկի համար շատ կարեւոր բաներ պետք դա Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամն էր։ Արդյոք հիմնադրամը ստեղծվեց հենց այդ նպատակի համար եւ այստեղ էականը մարզերում, գյուղական բնակավայրերում սպորտի զարգացումն է, արդյոք հնարավորներից է դա։ Շնորհակալ եմ հարցի համար, քանի որ այո, անչափ կարևոր հարց է։ Ես այս հիմնադրամի ստեղծմանը կարելի է ասել իմ ամբողջ կյանքի ընթացքում եմ եկել եւ եկավ մի պահ, հասկացա, որ պետք է լինի սպորտի զարգացման հիմնադրամ, որպեսզի կարողանամ այն երազանքներն ու նպատակները, որ ունեմ, կարողանամ իրականացնել ու այն խնդիրները, որ ես տեսել եմ տարիներ շարունակ մարզերում, կարողանամ ես իմ ձևով, ավելի ճիշտ ես էլ իմ ձևով, իմ ներդրումն ունենամ երկրի զարգացման մեջ այս տեսանկյունից։ Տեսեք, ես տարիներով այցելել եմ մարզեր ու տեսել եմ, թե մենք այնտեղ ինչ հզոր, հրաշք, ներուժ ունենք, որին որ պետք է պարզապես հնարավորություն։ Հիմնադրամը հիմնված չէ խղճահարության վրա, բարեգործության վրա, սա լրիվ այլ բանի մասին է ու մենք դրա կարիքը չունենք ու ես ուզում եմ, որ մենք հնարավորինս դուրս գանք այդ մտածելակերպից։ Իրականում այդ երեխաների մեջ այնքան կրակ եմ տեսել ես ամեն անգամ իրենց հետ շփվելուց հետո, երբ որ ես հետ էի գալիս, օրերով իրենք էին իմ միտքը ու մտածում էի ոնց անենք, որ այդ ներուժը չկորի, որովհետև դա շատ ուժեղ պոտենցիալ է ու մենք կարող ենք հզորագույն պետություններից մեկը դառնալ սպորտի ոլորտում, եթե կարողանանք օգտագործել այդ ներուժը։ Իսկ այդ երեխաներին պարզապես հնարավորություն է պետք, որպեսզի մենք ունենանք բազմաթիվ աշխարհի օլիմպիական չեմպիոններ, որովհետև այնտեղ հավատացեք շատ ապագա չեմպիոններ կան հիմա։ Եվ այդպես ես եկա հիմնադրամ ստեղծելու մտքին։ Առաջին նախագիծը մեր Արտիկի շրջանի Փանիկ գյուղում է։ Ինչու Փանիկ, որովհետև ինքը խաչմերուկային գյուղ է, 23 տարբեր գյուղերից, համայնքի 23 գյուղերից տրանսպորտային հասանելիություն կա դեպի այդ վայրը եւ մտածվել է այնպիսի միջավայրում ստեղծել, որպեսզի սպասարկի հնարավորինս շատ գյուղերի, իսկ այն կետը, որտեղ որ ընտրվել է, պատկերացրեք ամբողջ համայնքը սպասարկում է։ Ընտրված են 5 սպորտաձևեր՝ ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, սպորտային եւ ազգագրական պարեր եւ ֆուտբոլ, ինչպես նաեւ լող, բայց ավելի շատ նաեւ սիրողականն ենք ընդգրկում։ Նաեւ տարածքը հատկացված է։ Այո, տարածքը հատկացված է։ Նախագիծը կա եւ որոշակի ինչպիսի ընթացք է արդեն հիմա այդ գործում։ Արդեն տարածքը անհատույց տրամադրել են հիմնադրամին 14000 քառակուսի մետր։ Իդեպ ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել Արտիկի համայնքապետարանին, ամբողջ անձնակազմին, շատ հետևողական աշխատանքի համար, որովհետև իրենց ներդրումը եւ իրենց այդ ոգևորվածությունը մեզ համար շատ կարևոր էր։ Իրականում շատ էին իրենք օգնում մեզ տարբեր հարցերի հետ կապված, որը որ նաեւ արագացնում է ինչի՞ չէ գործը։ Դրա համար հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորին, հատկապես պարոն Մակյանին, որովհետև ամեն անգամ մեր կապը իր հետ է եղել։ Հիմա ծրագիրը գտնվում է դեռ նախնական փուլում, կոնցեպտը կա, արվում է ֆինանսական հաշվարկ, որպեսզի հստակ արդեն տեսնենք ինչ գների մասին է խոսքը, որպեսզի ներկայացնենք արդեն կառավարությանը, քանի որ սա այն ծրագիրն է, որ անկախ քաղաքականությունից պետական աջակցության կարիք ունի ու ոչ միայն կարիք ունի, դա հենց ճիշտ կլինի պետական աջակցությունով ինչ-որ մի մասը, որովհետև սա ազգային ծրագիր է ու միտված է մեր երիտասարդների, մեր սերունդի զարգացմանը եւ մեր երեխաների ապագային, սա երկրի զարգացման եւ մարզերի զարգացման ծրագիր է։
Դրա համար չէի ուզենա, որ սա ինչ-որ քաղաքականացվեր կամ ինչ-որ անհատների հետ կապվեր, որովհետև սա ճիշտ է իմ անցած ճանապարհի հիման վրա է առաջացել այդ միտքը, բայց մենակ ես չեմ կարող անել, ինչի համար շատ ուրախ կլինեմ բոլորի շատերի ներգրավվածության համար, բոլոր նրանց, ում հետաքրքիր է մեր Հայաստանի մարզերի զարգացումը։ Հարցնեի, որ հիմնադրամներ կան, որոնք շատ կարճ կյանք են ունենում, դա ներդրումների պոտենցիալի հնարավորությունը չի հերիքում, ճիշտ նպատակային օգտագործումը չի հերիքում, այսինքն ձեր թիկունք ու հենարանը նաև այն մարզաշխարհն է, որը ձեզ դիտում է նաև մարզական ոլորտում ֆենոմենալ կերպար, որին շատերը կձգտեին նմանվել։ Իմ թիկունքը կարելի ասել իմ հայ ժողովուրդն է, իմ երկիրը եւ ոչ միայն Հայաստանում ապրողները, նաեւ Սփյուռքում, քանի որ պատրաստում ենք նաեւ ֆանդրեյզինգներ անել Հայաստանից դուրս։ Իմ կողքին է նաև շոու բիզնեսի ներկայացուցիչները, մշակույթի ներկայացուցիչները, իմ ընկերները մարզաշխարհից, ինչի համար շատ ուրախ եմ, մեր ֆեդերացիան, նախարարությունը, անհատները, վերջի վերջո եւ բոլոր նրանք, ում հետաքրքիր է մեր մարզերում երեխաների ճակատագիրը։ Ամեն դեպքում, այն որ ասում են արյունը քաշեց։ Առաջինը սկսեցինք Շիրակի մարզից, հիմնադրամի մեծ գաղափարը իրականացում է Շիրակի մարզից եւ սա յուրահատուկ մի ծրագիր է, որը միտված է ապակենտրոնացմանը, քաղաքային բնակավարից հեռու։ Իսկ համայնքներն ինչպես են արձագանքում, ինչպիսի առաջարկներ կան։ Տեսեք, առաջին նախագիծը ինչու Արթիկ, որովհետև ես իմ ծննդավայրն մայրիկիս կողմը հենց Արթիկի շրջանից է, այո, եւ ինձ ծանոթ էր կարելի ասել ինչ-որ չափով, ինձ ավելի հեշտ էր այնտեղից սկսել եւ վերջի վերջո մեր Շիրակի մարզը համարվում է այո սպորտային ազգ, կարելի ասել ինչ-որտեղ նաեւ ավելի հեշտ էր եւ շատ մեծ հույս ունեմ, որ սա հենց այն օրինակը կլինի, որ տիպային կկարողանանք մենք կառուցել շատ տարբեր մարզերում, նաեւ ինչու՞ չհետազոտվում է հիմա Մեղրին, Վարդենիսը եւ հնարավորինս շատ մարզերում ես մեծ ցանկություն ունեմ, որ շատ կարճ ժամանակում մենք կարողանանք ընդլայնվել։ Արթիկի տարածաշրջանի բնակիչների, երեխաների մոտ, նաև պատանիների մոտ նկատելի է մի բան, կրթության հանդեպ յուրահատուկ սեր ունեն, սպորտի հանդեպ ինչպիսի ներուժ կա, արդյոք պատրաստ են նրանք օգնել այս նախագծին նաև հենց հարևան համայնքները, որովհետև եթե կրթության հանդեպ կա, մարզաշխարհի հանդեպ ինչպիսին է։ Ես տեսեք առանց բացառության բոլոր մարզերում եմ եղել, երեխաների հետ շփվել ու հավատացեք ամենտեղ այդ հզոր ներուժը կա, պարզապես իրենց պետք է հնարավորություն, մի փոքր հնարավորություն, ճիշտ մոտեցում, պրոֆեսիոնալ մոտեցում, հիմա Շիրակի մարզում այնպես է ստացվել, որ դպրոցները ավելի շատ են եղել, ավելի շատ են զբաղվել սպորտով, կամ ինչ-որ նաև միտեղ լեռնային ժողովուրդ ենք, այդպես չեմ կարող ասել, թե ինչու է հենց Շիրակի մարզում զարգացել, բայց ես համոզված եմ, որ որտեղ էլ որ լինի եւ հետեւողական աշխատանք լինի, ես համոզված եմ, որ մենք շատ լուրջ արդյունքներ կունենանք։ Նաև այսպիսի բան կա, այդ համայնքներում առավել եւս աղջիկների համար այն հավասար իրավունքների, գենդերային այն մոտեցումով այդ կարծրատիպերը հնարավոր է կոտրել, որպեսզի գյուղական համայնքի երեխաները, առավել եւս աղջիկները զբաղվեն սպորտով։ Դա ինքնըստինքյան է կոտրվելու, քանի որ դա մեր մտքի մեջ է, ու այդ կարծրատիպը կա, քանի որ հնարավորություն չեն ունեցել երեխաները, եւ այդպես մենք փոքր ազգ ենք, էմոցիոնալ, ու մենք մեր էմոցիաներն ու մտքերը այդպես արտահայտում ենք, ու չգիտես ինչի, այո, եկել է այն կարծրատիպը, որ կանայք չպետք է զբաղվեն սպորտով, թե ինչու չգիտեմ, բայց շատ քիչ մասն է դա, իրականում որ շփվում ես մարդկանց հետ, շատ քիչ մասն է դա կազմում, եւ հետո մենք շատ հեշտությամբ կգանք նրան, որ եթե գյուղում աղջիկ երեխան կարող է իր աշխատանքներ անել, դաշտում, տանը, ֆիզիկական, այո, ծանր աշխատանքներ, ինչու այդ տվյալները չփորձել սպորտում, չէ՞ որ կարելի է հենց նույն եթե աղջիկը ֆիզիկապես ուժեղ է, իր տվյալները համապատասխանում է սպորտով զբաղվելուն,
ինչու չզբաղվի, ինչու ավելի պրոֆեսիոնալ ձևով չներդնի իր պոտենցիալը սպորտի մեջ եւ իր երկիրը ներկայացնի աշխարհին վերջի վերջո, կայանա, ինքնադրսևորվի, իր երկրին պիտանի մարդ դառնա։ Կարծում եմ հնարավորություններ լինելու դեպքում դա շատ հեշտ հաղթահարվող խնդիր է։ Ինքան շատ եմ հանդիպել երեկոյան, երբ աշխատանքից վերադառնում եմ, շատ գյուղերի երեխաներ գալիս են Գյումրի, սպորտով են զբաղվում ու շարունակ իրանք այսպես անհամբեր վազում են, որ հասնեն իրենց գյուղի տրանսպորտին չուշանան։ Այսինքն այդ գյուղերի համար նաև այդ խնդիրը չի լինի։ Օգտվել այդ համալիրից։ Իմ առջև շատ անգամներ է այդ հարցը բարձրացվել, ինչու ոչ քաղաքում, ինչու ոչ Գյումրիում կամ Երևանում, ինչ որ չափով կա նաև այդ նշված տարածքներում մարզադպրոցներ։ Իմ խնդիրը եղել է այն, որ այդ մարզադպրոցները լինեն այնտեղ, սպորտային կենտրոնները, լինեն այնտեղ, որտեղ որ կա ներուժ, բայց չկան հնարավորություններ, որպեսզի երեխաները ապրելով, մնալով իրենց գյուղերում, ոչ միտեղ չգնալով իրենց տարածքից բոլոր հնարավորություններն ունենան զբաղվել սպորտով, ունենան միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններ։ Եվ հիմա ավելի մանրամասն կպատմեմ կառույցի մասին, դա ոչ միայն սպորտի մասին է, այսինքն բազմաֆունկցիոնալ է ինքը։ Այո, եւ իմ համար դա մեծ խնդիր է, որպեսզի երեխան մնա, մեծանա իր գյուղում, ոչ միտեղ չգնալով իր գյուղից, դա ինձ համար շատ կարեւոր է ունենա այդ հնարավորությունները։ Մարզի գյուղերում կոնկրետ արտիքի տարածաշրջանի հստակ ուսումնասիրություններ են արվել եւ այդ պոտենցիալը եւ ռեսուրսները ոչ միտեղ չկան մարզադպրոցներ, բայց երեխաները որտեղ են զբաղվում։ Մեր հրաշալի մարզիկները տարբեր սպորտաձևերում հենց նաեւ գյուղական համայնքների ուժեղ երեխաներն են, որտեղ են զբաղվում իրենք սպորտով։ Մարզադպրոցներ կան, փոքրիկ խմբակներ կան, որտեղ որ երեխաները զբաղվում են, բայց ես տեսել եմ այդ ամեն ինչը, այն համապատասխան պայմանները չկան, որպեսզի երեխաները կարողանան մեծ արդյունքներ ցույց տալ։ Քանի որ հատկապես այս ժամանակահատվածում, եթե մենք ուզում ենք ունենալ լուրջ արդյունքներ, պետք է ներդրում անել, լուրջ ներդրում։ Պրոֆեսիոնալ մոտեցում կարելի ասել եւ հենց դրա համար ինչու ես կողմ չեղա այդպես մարզադպրոցներ ինչ որ վերանորոգել առանձին, այո, այդ առանձին խմբակներ կան, բայց ես ուզում եի միջավայր ստեղծել, միջավայր, որտեղ երեխան կարողանա սպորտով զբաղվելուն զուգահեռ, չէ՞ որ պրոֆեսիոնալ մարզիկին մենակ ֆիզիկական պատրաստականությունը քիչ է, իրեն պետք է սպորտային հոգեբաններ, կինեզիոլոգներ, հետևողական աշխատանք իր հետ, իրեն պետք են մարզային որակներ, հենց դրա համար էլ ոչ ֆորմալ կրթությունն եմ նաև մտցրել, փափուկ հմտություններ, որպեսզի երեխաները կարողանան ֆիզիկական մարզումներին զուգահեռ նաև անցնեն թուփ մինչև ժամանակի կառավարում, հույզերի կառավարում, խոսքի լեզվի կուլտուրա, հաղորդակցում, լեզուներ, որովհետև մենք ես հաստատ համոզված եմ, որ ես այո բախվել եմ ու այդ ամեն ինչը գալիս է նրանից, որ ես տեսել եմ, թե ինչ է պետք իրականում լուրջ արդյունքներ անելու համար։ Ես մինչև հիմա զարմանում եմ, թե մենք ոնց ենք այդպիսի արդյունքներ անում։ Նաև թե ինչպիսի մարզական շենքային գույքային պայմաններում եք այդ ամեն ինչը արել։ Իրականում ի ուրախություն ինձ ասեմ, որ եւ բոլորիս հիմա բավականին լավացել են պայմանները, տարվում են այդ հետևողական աշխատանքները, հոգեբանության հետ կապված մարզիկների ֆիզիկական վերականգնման, առողջական, բայց մարզերում այդ ամեն ինչը բացակայում է։ Հենց դրա համար էլ ես այն ամեն հնարավորություն, ինչը չեմ ունեցել եւ նաեւ ունեցել եմ, ուզում եմ, որ մեր երեխաներն ունենան։ Ուզում եմ, որ նաեւ իրենք մեծանան այն հոգեբանությամբ, որ եթե իրենք մեծանում են եւ դառնում են ազգային արժեք, իրենք արդեն իրենցից արժեք են ներկայացնում, իրենք պետք է այդ արժեքը կարողանան փոխանցել սերունդներին, թե չէ կիսատ կմնա դա։ Դա ինձ համար շատ կարեւոր է։ Նախագիծը ունի հետաքրքիր խորհրդանշական անուն՝ ՆԱՎ։ Որոշակի դա նախագծային, կառուցվածքային, ինչ որ շենքային հնարավորությունների հետ է կապված, թե ուղղակի որոշակի խորհրդանիշ է ինքը ՆԱՎ բաց դեպի սպորտային աշխարհ, ՆԱՎ եւ ինչ։ Այո, նախագծի անունը ՆԱՎ է։
Դա հետաքրքիր կերպով համընկել է իմ անուն ազգանվան հետ, բայց դա իրականում ոչ թե հապավում է իր ամբողջական անվանումով, ինքը մի խորհուրդ է, որտեղ որ ամենակարևոր արժեքը դա թիմային մտածելակերպն է եւ որպեսզի այդ նավը առաջ գնա եւ մենք այդպես լուրջ ճանապարհ կարողանանք անցնել, մենք պետք է ունենանք այդ մտածելակերպը։ Նավը ունի իր արժե համակարգը։ Առաջինը 4 արժեքների վրա է հիմնված՝ հարգանք, փոխադարձ հարգանք դիմացինի աշխատանքի, ընկերոջ, ինքդ քո հանդեպ, հարգանք քո կատարած գործի հանդեպ, սեր այն ամեն ինչի հանդեպ, ինչ անում ես, որտեղ գտնվում ես։ Երրորդը թիմային մտածելակերպ, ինչպես ասեցի, քանի որ նույնիսկ անհատական սպորտաձևերում պետք է թիմ աշխատի, որպեսզի կարողանանք մենք արդյունքներ անել եւ այդպես անհատական մտածելակերպը մեզ ոչ միտեղ չի տանում։ Իսկ չորրորդը եւ ամենակարևորը հաղթանակ, բայց ոչ ամեն գնով, հաղթանակ ազնիվ ճանապարհով։ Դա ամենակարևորն է, որովհետեւ միայն այդ ճանապարհն է տանում իրական հաղթանակների։ Նշեցիք, որ ինքը միայն մարզական չի, ինքը բազմաֆունկցիոնալ է, որոշակի ուղղություններ, կարևորություններ, նաև շեշտեմ, որ որոշակիորեն նաև մասնագիտական խիստ մոտ է կինեզոլոգիային։ Մենք այդ բոլոր թվարկած մասնագետների խնդիրը չենք ունենա։ Իհարկե մասնագետների խնդիր կա, նաև այս կառույցը լուծում է շատ կարևոր հարց, աշխատատեղերի հարց։ Հիմնադրամի ծրագրերից մեկը մարզիչների, հոգեբանների, կինեզիոլոգների վերապատրաստումն է։ Մենք համագործակցում ենք Մեֆիսկուտ ինստիտուտի հետ մարզիչների, սպորտային հոգեբանների, մեր կինեզիոլոգների, սպորտային բժիշկների վերապատրաստմամբ։ Հետագայում նաև կլինեն դրսից փորձի փոխանակում, մասնագետները կգան, կմնան, այդ փորձի փոխանակումը կանեն եւ մենք որպեսզի կարողանանք հենց տեղի բնակիչներին պատրաստել որպես լավ մասնագետներ։ Եվ ինչու՞ չէ նաև տեսեք աշխատանքային կողմնորոշում, մասնագիտական կողմնորոշում է լինելու, բնականաբար ոչ ֆորմալ կրթությունը, որ ասեցի, պետք է անպայման լինի։ Մենք իհարկե բոլորը չեն դառնա չեմպիոններ, բայց մենք ունենանք լայնածավալ մեծ համատարած ուժեղ մտածելակերպով սերունդ։ Եվ իմ ամենակարևոր հարցերից մեկը, երբ որ մարզիկը թողնում է սպորտը, ինքը չկանգնի հարցի առաջ, ինքը արդեն իմանա ինչ պետք է անի։ Մենք հենց այնտեղի երեխաներից արդեն կարողանանք մասնագետներ պատրաստել, այդ ծրագիրը շատ հետաքրքիր ձև մշակվում է հիմա եւ անպայման ամենակարևոր հարցը հենց մասնագետների հարցն է։ Դուք ձեր կարևոր առաքելությունը, այսպես ասած, որդեգրել եք, ինչի մասին երազել եք, երբ դեռ փոքր հասակից սպորտաձևով եք զբաղվել։ Այնինչ ասեցիք, որ հետո սպորտը թողնելուց հետո մարզիկը չմտածի այդ խնդրի առջև ինչ պիտի անի դրանից հետո մարզչական գործունեությամբ զբաղվում եք։ Մարզչական գործունեությամբ զբաղվել եմ, բայց զգացել եմ, որ ես այլ գործունեություն եմ ուզում անել, դեռ այդ ընթացքում չէի եկել նրան, թե ինչ եմ ուզում անել, բայց զգում էի, որ ավելի լայնամասշտաբ կարող է լինել իմ գործունեությունը, եւ ես հիմա գտել եմ այն, ինչը կուզենայի անել։ Արդարադատության նախարարի հետ հանդիպումը ինչի համար էր այս հիմնադրամում, ինչ դեր ունի այդ հանդիպումը։ Հիմնադրամը, տեսեք, միայն մարզադպրոցներ կառուցելը չէ հիմնադրամի ծրագրերը, հիմնադրամն ունի մի քանի ծրագիր, որոնցից մեկը նաև մեր քրեակատարողական հիմնարկներին մարզագույքով ապահովելն է եւ հնարավորություն տալ նորից զբաղվել սպորտով։ Ինչու՞ չէ նաև այնտեղ մասնագետների վերապատրաստում, որպեսզի կարողանան մասնագետներ լինել, ովքեր կաշխատեն իրենց հետ, եւ առաջինը Սևանի քրեակատարողական հիմնարկին, այդպես մենք ինչի համար Սևան, որովհետեւ այնտեղ ավելի երիտասարդներն են, ընդհանուր քննարկումների ընթացքում եկանք նրան, որ առաջինը ճիշտ կլինի Սևանին, մարզագույքով ապահովենք եւ հանդիպումը այդ շրջանակներում էր։ Այսինքն հիմնադրամի գործունեությունը նաև միտված է որոշակի մարզական միջոցառումների կազմակերպմանը, հա, այդպիսի մրցումների, այդպես եմ հասկանում։ Մրցաշարերի կազմակերպում կա հիմնադրամի առաքելությունն ու նպատակը սպորտը դարձնել մշակույթ, սպորտով զբաղվելը, որովհետև դա այնքան կարևոր է, դա մղվել է ոչ թե երկրորդ պլան, այլ շատ հետ։ Մենք մոռացել ենք մեր մարմնի զարգացման մասին։
Տեսեք ինչքան որ կարևոր է մեր միտքը անընդհատ աշխատացնել, նույնն էլ մեր մարմինը։ Դա շատ վատ է, շատ մեղմասված վատ է, երբ որ երեխաները ֆիզկուլտուրա չեն անում դպրոցում, դա շատ վատ բանի է բերում, ընթացքում մարմինը դեգրադանում է, տարբեր առողջական խնդիրներ, բայց չէ որ մենք պետք է այդ աշխատանքներն ու մեր ֆիզիկականի հետ կապված աշխատանքներն էլ չմոռանանք։ Եվ վերջը մենք մոռանում ենք, որ մեր ֆիզիկական մարզումները նաև մեր մտավոր աշխատանքին է օգուտ։ Չէ որ այդ մարզումներն անելուց արագանում է այրան-շրջանառությունը, գլխուղեղի այրան-շրջանառությունը, սկսում ենք ավելի արագ մտածել, այնպես որ այդ մշակույթը մտցնելն է հիմնադրամի առաքելությունը։ Այո, դպրոցներում չասենք թե չկան սպորտալիչներ, մեր դպրոցները առավելևս այս վերանորոգումներից հետո բավականին լավ, հագեցած սպորտալիչներ ունեն, բայց կարծես երկրորդային, երրորդային առարկա է սա դիտվում։ Ցավոք այո, դա այդպես է։ Տեսեք, ես տարբեր երկրներ եմ եղել, հետազոտել եմ, զարմացել եմ, թե ինչքան կարևոր առարկա է ֆիզկուլտուրան այլ երկրներում, հատկապես Ամերիկայում։ Նույնիսկ եթե այդ առարկայից լավ է լինում երեխան, իրեն անվճար, ինչ որ, չգիտեմ, եթե վճարովի է դպրոց, այո, անվճար կամ զեղչեր են լինում, շատ են կարևորում այդ առարկան, որովհետև գիտեն դրա կարևորությունը։ Ավարտենք հիմնադրամը այս պահին ինչ փուլում է եւ Փանիկի մարզադպրոցի շինարարության նախագծային ինչպիսի փուլում է եւ երբ ակնկալել գործնական քայլեր։ Արդեն նախագիծը կոնցեպտը կա, ֆինանսական հաշվարկն է արվում, շատ մեծ հույս ունեմ, որ մենք մյուս տարի կսկսենք արդեն շինարարական աշխատանքները։ Իդեպ կոնցեպտի համար ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Տիկին Անահիտ Թարխանյանին, նա է կոնցեպտի հեղինակը, այո, եւ բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են եւ դեռ լինելու են ոչ թե իմ կողքին, այս նախագծի կողքին, եւ ես էլ իմ կողմից ուրախ եմ, որ իմ չափով, ինչ որ մի չափով կարողանում եմ իմ ներդրումն ունենալ մեր երկրի զարգացման մեջ։ Ավելի քան հուսալի է լինում, երբ կա նաև պետության աջակցությունը։ Միանշանակ, իհարկե, առանց այսպիսի նախագծերը անտրամաբանական է առանց պետության աջակցության։ Շնորհակալ եմ։ Ձեզ էլ։ Տեսանկյան հյուրն էր ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Նազիկ Աբդալյանը։